Մշակույթ, հատուկ հավելված, արվեստը, մշակույթը, մարդն ու ժամանակը։ Արվեստը կամուրջ է դեպի բնություն ու առավել ևս քանդակը ֆորմայի ընկալում է, այսինքն համադրություն է քանդակը, ֆորմայի համադրություն, որով փոխանցում է զգացողություն։ Մարդ այդ համադրությամբ դե ոնց կհամադրես, ինչ խնդիրը կդնես եւ ոնց կլուծես սիլուետի եւ ֆորմայի մեջ։ Լրատվական ռադիոյի եթերում մշակույթ հատուկ հավելվածի հերթական թողարկումն է։ Խոսափողի մոտ է Անահիտ Ղազարյանը։ Շատերն արդեն կռահեցին, որ իմ զրուցակիցը քանդակագործ է։ Արվեստի ու մասնավորապես քանդակագործության մասին այսօր զրուցելու ենք երիտասարդ քանդակագործ Գեղամ Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Վերջերս Նկարիչների միությունում բացվել էր մի կտոր կրակ խորագրով ուսանողական մրցույթ ցուցահանդես, որին նաև դու ես մասնակցում։ Ու քո աշխատանքներից մեկը արժանացավ առաջին մրցանակի քանդակագործություն անվանակարգում։ Լավ կլինի, որ նախ ներկայացնես, թե ինչ ցուցադրություններ եւ քո որ աշխատանքն արժանացավ առաջին մրցանակին։ Խնդիրը սենց է, Անահիտ ջան, ուրեմն մարդիկ ինձ որ այդ ժյուրիում, որ ընտրում են կամ բան, մեծ առումով չեն կարողանում, այսինքն պատահական կրակում են երկինք ու լնում է, որ մեկ թռչունի են կպնում, իրականում այդ պրոֆեսիոնալ մոտեցումը չկա, այսինքն ինչ որ ցուցահանդեսների կամ մրցույթների մեջ, միշտ ինչ որ աղ բան ընտրվում, չնայած վերջերս լինում է, որ պատահական ընտրում են լավ գործեր։ Մի կտոր կրակ ցուցահանդեսում, այո, հաղթեց առաջին տեղ, իմ քանդակը Մոլբերտը ձևափոխված նկարիչի։ Նյութը բրոնզ էր։ Ֆորմային խնդիրներ եմ դրել քանդակիս մեջ, չեմ ուզեցել տենց ինչ-որ փիլիսոփայեմ, ինչ-որ էս այն։ Եվ չեմ ուզում շատ խոսամ, թող դիտողը կնայի, կզգա, կհասկանա։ Դե մեծ առումով ինքը տենց այդ մրցանակ, գիտեմ, այսինքն ինչ պատվոգրեր, ոչինչ ա կարծում եմ։ Իրականում արվեստը իր խնդիրները լուծում է լրիվ տեղ, այսինքն հասարակության այդ տգետ եւ սիրունը տեսնելու ոչ գեղեցիկը, փորձում է անի եւ կամուրջ հանդիսանա դեպի բնություն։ Մի փոքր մանրամասնիր, ինչ ասել է կամուրջ հանդիսանալ դեպի բնությունը։ Ինչ է արվեստը։ Մեր միսիան, մեր առաքելությունը, դիեզերքի ներդաշնակությունը փոխանցել նյութին, շատ ավելի լայն ասված։ Կամուրջ դեպի բնություն, ուրեմն երբ որ արդեն ֆորմայի միջոցով ինչ որ գեղագիտական հաճույք է ստանում կամ գույնի միջոցով գեղեցիկը կամած բացահայտվում է քո մեջ նայելով, դիտելով, անդադ քո մեջ ենթագիտակցության մեջ է մտնում։ Արդեն փորձում ես քայլելուց ինչ որ քամի ես զգում եւ սիրում ես այդ քամին կամ ծառը այդ շարժվող կամ երկինքը։ Կարելի է ձեր միտքը ձևակերպել քանդակել հնարավորինս բնության մոտ։ Հարազատ բնությանը։ Ավելի բնական թե դուք այլ իմաստ եք դնում կամուրջ դեպի բնությունը բառակապակցության մեջ։ Չէ, արթնացնել այն զգայարանները մարդու մեջ, որ կեղտով ու աղբով է լցված։ Դու Գեղարվեստի ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող ես։ Որքան ես կարևորում քանդակագործ դառնալու ճանապարհին ուսումնառությունը եւ ինչ է քեզ տալիս ակադեմիան։ Կրթությունը, նայած ով է կրթում, ինչ արվեստագետ է, ինչ քանդակագործ է։ Հիմա ասենք գեղանկարի բաժիններում կան այտենց բազմապիսի նկարիչներ, որ ասենք իրանց պտուղներով նայում ես եւ ոչ մի բան։ Թեպետ ուսանողներից էլ է կախված։ Գեղարվեստի ակադեմիան այդ շինությունը կամ այդ ինչ որ կուրսերը, ինչ որ առանձնապես ոչինչ չի տալի։ Կոնկրետ այն ինձ ինչ տվել է, դա մի քանդակագործ է տվել, որի անունն է Գարեգին Դավթյան։ Ինչ ստացել եմ, ինչքան արագացված զգացել եմ, դա իր շնորհիվ է։ Եթե մոլորակի վրա նայես, այն բացարձակի դաշտում, որ կան շատ քիչ են։ Ինքը շատ բարդ է քանդակագործությունը։ Նշեցիր, որ քեզ համար բացարձակի դաշտում կան մի քանի քանդակագործներ։ Ինչ նկատի ունես բացարձակի դաշտ ասելով եւ ինչպիսին պիտի լինի քանդակագործը քեզ համար, որ հայտնվի այդ դաշտում։ Ես չկոնկրետացնեմ քանդակագործ, պոետ ասեմ, ավելի լայն, նկարիչ, քանդակագործ, երաժիշտ, այն ով ավելի շատ մոտ է երկնքին, ով ավելի զգարաններով համուր է ու տենց ես կարծում ինչ որ շրջանակ կա, որ ու մի կետ, որ մոտիկանում են դեպի այդ կետը, կան շատ մարդիկ, որ այդ շրջանակի մեջ չեն մտնում եւ շատ մարդիկ տենց մոտիկանում են դեպի բացարձակը։ Չեմ ուզում տենց ինչ որ առանձնացնեմ ասենք Բախ, Մոցարտ կամ Բեթհովեն կամ Միքելանջելո, Մարինո Մարինի, Ջակոմո Մանցու, Ես մի քիչ վիճելի է։ Ինքս կարող է շատ սխալ թելադրեմ իմ բառերը։ Այն իրականությունը, որ կա իմ ֆորմայի մեջ կամ կա Մարինո Մարինի ֆորմայի մեջ, ես չկարողանամ ձևակերպել նենց ոնց որ պետք է։
Մեր օրերում արվեստն ընկալվում է գեղեցիկ, նուրբ, քնքուշ ու պուպուշ մի բան, որն է դրա պատճառը եւ ինչպիսին է արվեստի քո ընկալումը։ Շատ դիտիկ է, որ սիրուն պուպուշ բան է նկատվում, դա հասարակության տգիտությունից է, հեռու լինելուց, գեղագիտությունից, որ գեղագիտական ոչ մի ընկալում չունեն, ու դրա պատճառը այսօրվա ասենց այդ արամել լսելն է, երբ որ հեռանում ես այն իրական ֆորմայից, գույնից, բայց ով պետք է ինքը կզգա, կհասկանա։ Մարդու ճաշակից է, ինչքան է ինքը իրան բացահայտել, ինչքան է եղել այն ոսկին գտնելու համար, ինքը այն աղբային վիճակ կա 99% մեր ժողովրդի մեջ ու ընդհանրապես մարդկանց մեջ։ Ու այսօր ինչ է կատարվում։ Ասենք հեռուստացույցով մենակ ցույց են տալի նման հիմարություններ, այդ հիմարությունը արդեն ներծծվում է մարդկանց մարմնի մեջ ու արդեն մարդը վերջ, կամած ինքը արդեն էլ սկսում է սիրել այն սիրուն, այն պուպուշ, ինչ որ կամ քանդակ կամ ինչ որ գույնի ընկալումն է կորցնում, բնությունը չի կարող տեսնի, բնության հոսքից դուրս է գալիս։ Այդ դեպքում ո՞րն է քանդակագործի խնդիրը, ինչպես կրթել։ Քանդակագործի խնդիրը բացահայտել միջև վերջ, ինչ է ֆորմա, ինչ է քանդակ, ինչ է բնություն, ինչ է տիեզերք։ Գիտես, արվեստը վերջնական ինչ է, ինքը ոչ թե միջոց է, որ հասնես իրան, այլ ինքն է հենց միջոց հանդիսանում դեպի երկինք։ Միջև հիմա քանի քանդակ ես արել եւ ինչ ես հիմնականում քանդակում։ Միջև մի շատ տարբեր, հիմնական քանդակում եմ բրոնզից, նյութը, այսինքն այդպես չեմ կենտրոնանում, որ ինքը պետք է բրոնզից լինի եւ վերջ։ Ուղղակի ֆորմայի մոտեցումը, իմ ընկալումը բրոնզի վրա եմ տեսնում մենակ։ Հիմա այս պայն մի քանի օր հետո, մի քանի րոպե հետո կարող է քարից սկսեմ ինչ որ էսկիզներ արել քարի համար, ինքը այսինքն լինի ֆորմայի մոտեցումով քարի համար, դու չես կարող քարի համար նախատեսված քանդակը, որ բրոնզից անես, անհեթեթ բան կստացվի։ Թեմատիկ չեմ փնտրում ինչ որ թեմա եմ դնում, ինչ որ ասենք սա պետքա քանդակեմ, չէ, ուղղակի ինքնաբերաբար ստացվում է, այսինքն ինչ որ ֆորմայի խնդիրներ եմ դնում, որ ուզ դրա արդեն փոխանցում եմ նյութին։ Այս շատ եք խոսում ֆորմայի մասին, Ստերևույթին, կարելի է եզրակացնել ձեր խոսքից, որ ձեզ համար ավելի կարևոր է ձևի խնդիրը, քան թե բովանդակության։ Կարելի է այդպես հասկանալ։ Իրանք զուգահեռ են, կարծում եմ, պետք չի տարանջատել, բայց առաջնային իհարկե պետք է ֆորմա, մակերեսը լուծես ավելի խորը լինի։ Այս խնդիրը սա է, ենթագիտակցության եւ զգայարանի զուգահեռ քայլն է արվեստը։ Երբ մի քիչ առաջ անցնում ենթագիտակցությունը կամ գիտակցությունը կամ զգայարանը, ինքը չի ստացվում։ Դեկտեմբերի 25-ին ռուսական արվեստի թանգարանում բացվելու է «Աստիճաններ դեպի երկինք» խորագրով ցուցահանդես, որին դու ես մասնակցելու, ինչ աշխատանքներ ես ներկայացնելու եւ ինչպես ես կատարում ընտրությունը, ինչ ներկայացնել։ Ցուցահանդեսը «Աստիճաններ դեպի երկինք» նվիրված է լինելու Սուրբ Ծնունդին։ 5 ընկերով ենք մասնակցում, 1 ընկեր նկարիչ է եւ 4 քանդակագործ։ 4 գործ կներկայացնենք, իմ գործերից է 3 կամ 4։ Մի գործը իխորոց սրտե խոսքնդաստծո Նարեկացին է եւ ունը մի ձիաքանդակ գարուն վերնագրով եւ օրիորդը 3 բրոնզից աշխատանք։ Նոր գործ ա լինում, ուզում ես ներկայացնես կամ ըստ լրջության ցուցահանդեսի ընտրում ես, որ տենց չես ընտրում էլի, չեմ կարող ասեմ ոնց ես ընտրում։ Ցուցահանդես է, ներկայացնում ես գործը, ինքը, այսինքն նենց չի որ քանդակը ինչ որ դրած է, ինչ որ ցույց է տալիս ճամփար, խորագիրը, ասենք, լավ սենց ասեմ, նվիրված է Սուրբ Ծննդին մեր ցուցահանդեսը, բայց դա կապ չունի, որ անպայման մենք պետք է Աստվածի աշնչյան թեմաներով քանդակներ ներկայացնենք, արդեն ֆորման, մոտեցումը, իրանց լրջությունը պետք է որ արդեն մոտիկ լինեն երկնքին։ Իսկ երբ ես հասկանում, որ քանդակն ավարտուն է։ Մաքսիմալ ուժը երբ որ ներդնում ես, ինչքան կարողանում ես քո զգայարաններով, քո ենթագիտակցությամբ, փորձում ես ավարտել, այսինքն խնդիրդ մաքսիմալ լուծել, ինչ խնդիր ես դու դրեք քանդակի մեջ։ Կարող է դիտողի կարծիքը կամ տեսակետը ուղղորդել կամ անուղղակիորեն թելադրել, թե հատկապես ինչ քանդակել։ Չի կարող թելադրել դիտողի կարծիքը, ինչ քանդակես, միգուցե իր ինչ որ անհեթեթ նախադասության մեջ ինչ որ հետաքրքիր բան գտնես եւ ըստ դրա ինչ որ միտք ղանա եւ շարունակես, հասունացնես, ավարտես։ Թելադրել ես նկատի չունեմ հենց, բառացիորեն։ Շատ ամուր քանդակագործների եւ նկարիչների մոտ այդ թելադրանքը չկա, իրանք ընդհանրապես չեն թելադրվում։ Ինձ թվում է, որ պետք չի արվեստագետին համարել բացարձակ մի էություն, որովհետև ցանկացած արվեստագետ նախ եւ առաջ մարդ է, ով ստեղծում է մարդու համար, եւ հնարավոր է որ թելադրվի ու կապ չունի թե որքան հզոր քանդակագործ է նա։ Դե իհարկե մարդը հավասար է, պետք չի անջատել իրան, ասենք սա մեծ է, նա փոքր է, բայց կարևորը չէ, երբ տեսնում ես ինչա հոսում այդ մարդու միջից, ինչա ստեղծագործում, ինչ ուժ կա, եւ ըստ դրա դու զգում ես թե իր կապը բնության հետ մեծությունը կապի, հա։ Քո
ընտրած ճանապարհի դեռ սկզբում ես։ Քեզ հաջողություն եմ մաղթում, ցանկանում եմ, որ հասնես Բաղձալի վերջին, որի մասին երազում են գրեթե բոլոր արվեստագետները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Խոսափողի մոտ էր Անահիտ Ղազարյանը, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր երիտասարդ քանդակագործ Գեգամ Աբրահամյանը։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Նոր հերոսի պատմությամբ կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Առայժմ